Հանուն Հոր եւ Որդու եւ Ոգի Սրբո ամեն։ Փառք Աստծո, որ այսօր այս առիթը ընձեռնվեց մեզ բոլորիս, որ հավաքվենք եկեղեցում շաբաթվա մեջ եւ այս երեկոյան ժամին պատարագ մատուցենք։ Ամեն մի լրացուցիչ աղոթք, ամեն մի թերևս բառը սխալ է ասել լրացուցիչ, բայց այսինքն հերթական աղոթքները, ժամերգությունները, պատարագները, որ անում ենք, դրանից դուրս ամեն մի աղոթք մեզ ավելի ուրախացնում է, ոգեշնչում է, ոգևորում է եւ իրականում այս աղոթքներն են, որ մեզ պիտի պահեն։ Աղոթքն է, որ մեզ պիտի կյանք շնորհի, որ մեզ պիտի ապրելու ավյուն ուժ կարողություն շնորհի, որ մենք կարողանանք այս աշխարհի մեջ մեզ վիճակված կյանքը ապրել Աստծո օրհնությամբ եւ զորությամբ։ Եվ Հիսուս շրջում էր Գալիլեայի բոլոր կողմերը, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, քարոզում էր արքայության ավետարանը եւ բժշկում ժողովրդի մեջ եղած բոլոր հիվանդություններն ու ախտերը։ Եվ նրա համբավը տարածվեց ամբողջ ասորիքում, եւ նրա մոտ բերեցին բոլոր հիվանդներին, որոնք տառապում էին պես ցավերով եւ տանջանքներով, եւ դիվահարներին, եւ լուսնոտներին, եւ անդամալույսներին, եւ նրանց բժշկեց Գալիլեայից, Դեկապոլսից, Երուսաղեմից, Հրեաստանից եւ Հորդանանի մյուս կողմից բազում ժողովուրդ նրա ետևից էր գնում եւ բժշկեց նրանց։ Ընդհանուր ձևով առանց մասնավոր դեպքեր հիշելու, ասում է, որ Հիսուս բազմաթիվ մարդկանց բժշկեց եւ ուր գնում էր հիվանդներ էին բերում, շատ հիվանդներ եւ բոլորին բժշկում էր։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս սրա համար էր աշխարհ եկել։ Աշխարհ էր եկել, որպեսզի հիվանդացած մարդկային ցեղը բժշկի։ Ինչի հիվանդությունից? Մեղքի հիվանդությունից։ Էս էր Քրիստոսի առաքելությունը եւ այդ բժշկությունը պիտի կատարվեր Քրիստոսի պատարագով, Քրիստոսի զոհաբերությամբ։ Քրիստոս խաչի վրա պատարակվելով, զոհաբերելով ինքն իրեն, բժշկեց մեղավոր մարդկությանը։ Մեր մեղքերը իր վրա առավ եւ մեզ սրբեց ու մաքրեց մեղքերից։ Բայց մինչև իր այդ մեծ առաքելությունը իրագործելը, Քրիստոս աշխարհի մեջ շատ մարմնավոր բժշկություններ էր անում, ինչպես ավետարանի այս հատվածն է մեզ հուշում, եւ ինչպես Հովհաննես ավետարանիչն է ասում, Քրիստոս այնքան շատ հրաշքներ է գործել, որոնք եթե բոլորը գրի առնվեին, այդ գրքերի բազմությունը աշխարհը չէր կարող պարունակել։ Ավետարանիչը այդպես է ասում Քրիստոսի գործած հրաշքների մասին, բժշկումների մասին։ Ինչի համար էին դրանք? Մեկ բանի համար, որպեսզի մարդիկ հավատային Քրիստոսին, տեսնելով այդ նշանները, այդ հրաշքները, գային դեպի Քրիստոս եւ բժշկվեին։ Ինչպես օրինակ Նիկոդեմոսն է ասում. այն նշանները եւ հրաշքները, որ դու ես անում, մարդը չի կարող անել, եթե ինքը Աստծուց եկած չլինի։ Այսինքն նշանները տեսնելով մարդը հավատացել էր Քրիստոսին։ Ինչպես Պետրոս առաքյալն է ասում, երբ Քրիստոսն ասեց դուք եք ուզում հեռանալ, երբ աշակերտների մի մասը գայթակղվեցին, հեռացան, ասում է ում մոտ գնանք։ Ում մոտ պիտի գնանք, եթե քեզանից հեռանանք, դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Հայաստանյաց առաքելական եկեղեցին կատարում է հիշատակը Կոստանդնապոլսո, Մետրոփանոս, Աղեքսանդրոս եւ Պողոս Խոստովանող հայրապետների, պատրիարքների, նաեւ Մարկիոնի եւ Մարտիրոն դպիրների, որոնք նոտարներ են հիշատակված օրացույցի մեջ, որովհետև այս դպիրները իրենք դպիր լինելով հանդերձ, Պողոս պատրիարքի օգնականները լինելով հանդերձ, պատրիարքարանում գրագրությամբ էին զբաղվում, դպրությամբ էին զբաղվում։ Ուրեմն այս բոլոր սրբերը ապրել են 4-րդ դարում, 4-րդ դարի սկզբից մինչև վերջը։ Առաջինը Մետրոփանոս հայրապետն էր, որը եղավ Կոստանդնապոլսի առաջին հայրապետը։ Եվ իր հայրապետության ժամանակ էր, որ քրիստոնեությունը
ազատ կրոն հռչակվեց Հռոմեական կայսրության մեջ։ Եվ այս հայրապետի մասին վարքը մեզ պատմում է, որ սրբակենցաղ եւ զորեղ մեկներ։ Եվ ինքն էլ թերևս իր կյանքի տևողությունն էլ մի տեսակ հուշում է իր զորեղ լինելու մասին, ասում է 117 տարի ապրեց։ Եվ պատարագ մատուցեց եւ պատարագի ժամանակ էլ պատարագ ավարտելուց հետո էլ հոգին ավանդեց, ննջեց։ Եվ իրենից հետո որպես հայրապետ Կոստանդնապոլսով կարգեց իր աշակերտին Աղեքսանդրոսին, որը նույնպես զորեղ հայրապետ եղավ եւ պայքարեց արիոսականության դեմ։ Այս բոլոր սրբերը ապրել են այն ժամանակ, երբ որ եկեղեցու մեջ վխտում էր արիոսական աղանդը։ Եվ արիոսականության դեմ մեծ պայքար մղող հայրապետներ եղան։ Ուղղափառ հավատը պահող եւ Քրիստոսի ավետարանը, Քրիստոսի բժշկությունը ժողովրդին բերող հայրեր եղան։ Այս հայրապետն էլ բավականին երկար ապրեց, 98 տարի ասում է վարքը, եւ իրենից հետո իր հաջորդ եղավ Պողոս հայրապետը, որը հետո իր նահատակությամբ խոստովանող անունը վաստակեց, խոստովանող Մագդիրը ստացավ իր անվան վրա։ Այս հայրապետը շատ հալածանքներ կրեց։ Ինքը հայրապետ եղավ այն ծանր տարիներին, երբ որ եկեղեցու մեջ մեծ հալածանքներ կար։ Հատկապես արիոսականությունը կարողացել էր բավականին զորանալ այդ ժամանակներում եւ իրենց ջանքերով մի քանի անգամ Պողոս հայրապետը իջեցրին աթոռից հայրապետական եւ աքսորեցին։ Ի վերջո վերջի աքսորի ժամանակ էլ ասում է կայսրի ներկայացուցիչը հենց իր եմիփորոնով, այսինքն պատարագի այն հագուստը, որ կոչվում է եմիփորոնով, խեղտամահ արեցին այս հայրապետին իր ուղղափառ հավատքի համար եւ ինքը նահատակության պսակ ստացավ եւ խոստովանող անուն ունեցավ։ Իսկ իր երկու դպիրները, որոնք իրենց հետ հիշատակվում էին, ընդվզեցին հայրապետի սպանության դեմ եւ լուրջ չմնացին, ձայն բարձրացրին, իրենց համոզեցին, հորդորեցին, վախացրին, որ լռեն, բայց իրենք լուրջ չմնացին եւ երկուսն էլ նահատակվեցին հայրապետի հետ միասին։ Այս սրբերի, այս 5 սրբերի 3 հայրապետների եւ 2 դպիրների հիշատակն է, որ այսօր կատարում է մեր եկեղեցին։ Ասում է հիշեցեք ձեր առաջնորդներին, որոնք ձեզ Աստծո խոսքը ասացին, նայելով նրանց կյանքի ընթացքի վախճանին, հետևող եղեք նրանց հավատքին, տեսակ եւ օտարոտի ուսմունքների մեջ մի տարուբերվեք, քանզի լավ է շնորհով ամրացնել սիրտը, քան թե կերակուրներով, որով ոչ մի օգուտ չգտան նրանք, որ այդպես ընթացան։ Շատ կարևոր, հատկապես այսօրվա համար մեզ արդիական, որտեղ Պողոս առաքյալը մեզ հորդորում է, որ մենք հետևող լինենք մեր այն հայրերին, որոնք մեզ բերեցին Աստծո ավետարանը, Աստծո խոսքը։ Եվ ասում է տեսակ եւ օտարետի ուսմունքներով մի տարվեք, որ այսօր լիքն է աշխարհի մեջ, որ այսօր ամեն ինչ հրամցնում են մեզ եւ հատկապես այդ ուսմունքները նյութապաշտական ուսմունքներ են, որոնք մարդկանց հոգեվոր ակունքներից, հոգեվոր հենքից կտրում են եւ տանում են դեպի նյութի աշխարհ։ Դրա համար այսօր ամբողջ աշխարհը գրեթե հեռացած է հոգեվոր վիճակից։ Ինչով են ապրում։ Մեծ առումով եմ ասում, ինչով են ապրում մարդիկ։ Ուղղակի ամբողջ աշխարհի ձգտում այսօր բարեկեցիկ կյանքն է, նյութական բարեկեցիկ կյանքը, ապահով, անպակաս, հաճույքներով, ցանկություններով, նյութական բարիքներով լեցուն կյանքը, ցանկական կյանքը, որ մարդն ինչ ուզում է անմիջապես ունենա։ Տեր Տաճատի խոսքն էի լսում, ասում է այսօր այնքան է մարդը դառել հաճույքներ եւ ցանկություններ սիրող եւ չի ուզում սпасել
կամ համբերել, կամ մի բանի համար ջանալ, ուզում է անմիջապես ամեն ինչ որ ուզում է ստանալ։ Առաջ մարդը որպեսի մեկից մի լուր առներ, ճանապարհ էր կտրում, գնում էր կամ նամակ էր ուղարկում, հիմա անմիջապես հեռախոսով զանգում է, ուզում է որ անմիջապես պատասխանեն։ Չի ուզում գնա մի քանի մետր կամ կիլոմետր հեռավորություն աղբյուրից ջուր բերի, ուզում է որ անմիջապես ծորակը բացի եւ իր ուզածը լինի, ջուրը գա։ Չի ուզում է ջուրը տաքացնի, ուզում է ծորակը բացի, տաք ջուրն էլ գա։ Եվ այսպես ամեն ինչը, բայց թվում է թե այդ հեշտությունները ստեղծվելով մարդը ավելի շատ ժամանակ պիտի ունենար աղոթելու, մարդը ավելի շատ ժամանակ պիտի ունենար իր հոգու փրկությամբ զբաղվելու։ Այն ժամանակ մարդիկ այդքան դժվարություններով ապրելով իրենց կյանքը նախնի մարդիկ մնացել են հավատքի մեջ, մնացել են աղոթքի մեջ, մնացել են Աստված պաշտության մեջ։ Տարիներ առաջ մարդը չէր կարա, նույնիսկ գեղչուկ հասարակ գյուղացի մարդը չէր կարա պատկերացնել իր կյանքը առանց կիրակի օրը պատարագի գնալու։ Այսօր մարդը չի կարողանում պատկերացնել մեծ մասամբ, փոքրատիվ մարդկանցի նկատի չունեմ, չի կարող պատկերացնել ոնց կարա մարդը կիրակին թողնի գնա պատարագի։ Փորձենք հետ գնալ, պիտի փորձենք վերականգնել։ Իսրայելի ժողովուրդը որպեսզի հասներ Քանանու երկիր, մի քանի ամսվա կամ մի քանի օրվա ճանապարհը անցավ 40 տարում։ Եվ մենք էլ պիտի տենց ճանապարհ անցնենք։ Չգիտեմ քանի տարի պետք կլինի, Աստված գիտի, բայց պիտի այդ ճանապարհի մեջ մտնենք եւ վերադառնանք այն վիճակին, ինչ մեզ քարոզեցին, ինչ մեզ սովորեցին, ուսուցանեցին մեր հայրերը, մեր առաջնորդները, այսօրվա տոնելի սրբերը եւ իրենց հաջորդող մեր բոլոր հայրերը, որպեսզի մեր կյանքը ունայնության մեջ չանցնի, որպեսզի մենք մի օր չասենք ունայնության, ինչ արեցինք, ինչի համար ապրեցինք, ինչ շահեցինք, ինչ ստացանք մեր կյանքից, այլ ուրախանանք ու ցնցանք, որ մեր կյանքը անցավ ուրախ, որ մեր կյանքը անցավ երջանիկ, որ մեր կյանքը անցավ իմաստավորված։ Մի իմաստունի հարց տվեցին, ասեցին, ինչի մեջ է կյանքի նպատակը, ասեց չգիտեմ, ասեց ինչի մեջ է, լավ, կյանքի իմաստը ինչի մեջ է, ասեց էդ էլ չգիտեմ, բա ասեց ինչ գիտես, ասեց մի բան գիտեմ, կյանքը պիտի ինենց ապրես, որ կյանքի համն ու հոտը զգաս, ինչքան ուզում ես իմաստի ու նպատակի մասին խոսիր, եթե դու չես ապրում կյանքի համն ու հոտը չես զգում, անիմաստ է, ինչքան ուզում ես դու խոսիր որևէ կերակրի մասին, իր օգտակարության մասին, իր համեղ լինելու մասին, դու պիտի ճաշակես այդ կերակուրը, համն ու հոտը պիտի առնես, իսկ կյանքի համն ու հոտը Աստված ունենալու մեջ է, առանց Աստծու կյանքը համ չունի, հոտ չունի, որտև աղը ավետարանն է, հոտը Քրիստոսն է, ասում թող Քրիստոսի հոտը անուշ բուրի ձեր մեջ, եթե կերակուրը անհամանա, աղը անհամանա, ինչ կանեն, ասում կթափեն ոտքի կոխան կանեն, այսօր կյանքը անհամ է դարել աշխարհում, ինչի, որտև մարդիկ հեռացել են աղից, հոտից, համից, Քրիստոսից, և թվում է թե ապրում են էլի ինչը, անմիտ, անիմաստ, ինչքան կարանք ուտենք խմենք, ինչքան կարանք թռվռանք, ինչքան կարանք պարենք, բայց մեջը իմաստ չկա, հետո դատարկ գնում են նստում են տանը, գլուխները բժժում է այդ երաժշտության ձայներից, այնքան դղրդացել ականջների մեջ, ստամոքսները ցավում է այդ կերած խմածներից, առաջի անգամ չէ որ ասում եմ, գոնե ես իմ կյանքի ընթացքում հիշում եմ այդ փոփոխությունը, սրանից մի 30-40 տարի առաջ, մարդիկ որ խնջույք են անում, հարսանիք էին անում, կամ որևէ խնջույք էին անում,
Այդ ներկաները հերթով կամ մի քանիսը մեկը խոսում էր, մեկը արտասանում էր, մեկը երգում էր, դերասաններ չկային, թամադաներ չկային, այսինքն մարդիկ հոգևոր հաղորդակցություն էին ունենում իրարից եւ այնքան հետաքրքիր բաներ էին լսում մեծերից այդ խնջույքների ժամանակ այսօր բան չի մնացել այսօր մենակ աղմուկ աղաղակ ուտել ու թրվռալ ուտել ոչ մի իմաստալի հոգևոր բան չկա այսօրվա խնջույքների մեջ սեղաններից մնացել է ինձ համար գոնե հաճելի սեղանը հոգեհացի սեղանը ինչի համար առիթը չի լավ այդ սեղանը իմաստալի սեղան է որտեվ այդ սեղանի շուրջ հավաքվում են մարդիկ աղոթք են անում հետո հոգևոր բաներ են խոսում կարևոր բաներից են խոսում մահվանից են խոսում կյանքից են խոսում այդ սեղանները վարում են քահանաները կամ ժողովուրդը իրենք են խոսում այս առումով դեռ սրա մեջ իմաստ կա եւ սենց մինչեւ երբ պիտի մեր կյանքը անհամանա մինչեւ երբ պիտի մեր կյանքը այտենց գնա դեպի ոչնչություն ունայնություն ինչքան բարեկեցությունը բարձրանում է հասարակությունների պետությունների այնքան մարդու կյանքը դառնում է անիմաստ եւ լսել եմ թե ասում են Եվրոպայի ամենաբարեկեցիկ երկրներից մեկը կամ ամենաբարեկեցիկը Շվեդիան է որտեղ ինքնասպանությունների թիվը ամենաշատն է բա ուր այդ երջանկությունը բա ուր այդ կյանքի իմաստը մի մարդ երազում հայտնվում է դրախտում ամեն ինչ սքանչելի է ամեն ինչ հիանալի է գեղեցիկ պարտեզներ հանգստություն խաղաղություն բան մի քիչ պտտվում է մեկ էլ սովածանում է ասում է սոված եմ մի բան ելներ ուտելու մեկ էլ մեկը անմիջապես հայտնում է ասում է ինչ եք ուզում ասում է ուտելիք կուզեի մեկ է մի ճոխ սեղան է բացվում ամեն ինչով կերակուրով խմիչքով այս մարդը ուտում խմում սենց լավ գոհանում է ասում է մի հատ էլ քնելու հնարավորություն լիներ անմիջապես մի հատ լավ անկողին փափուկ բարձերով բանով փետուրներով քնում է հետո էլ ուրիշ մեղսալի հաճույքներ է ուզում էդ էլ են ստանում ամեն ինչ ու սենց օրեր շարունակ այս մարդը ուտում խմում իր բաների հաճույքների մեջ սենց մի շաբաթ երկու շաբաթ երեք շաբաթ մի օր այս մարդն ասում է հոգնեցի մեռա այդ ով որ իր հրամանները կատարում է կանչում է ասում արի ասում ես ամեն ինչ արդեն հոգնեցի մի գործ չկա գործ եմ ուզում անեմ ուզում եմ աշխատեմ ասում ես ամեն ինչ կարող եմ անել բացի դրանից դա ստեղ հնարավոր չի ոնց ասում եթե տենց է ուրեմն ձեր դրախտ ինձ պետք չի ինձ դժոխք կուղարկեք ասում խի դու գիտես դրախտում ես գտնվում դու ես դժոխքում ես գտնվում որ կա այսինքն անիմաստ ունայն կյանքը հենց էսա որտեղ ունայնությունը անիմաստ է մարդը կեր խմի ցանկություններ հաճույքներ եւ այլն չկա աշխատանք չկա տքնանք չկա չարչարանք չկա ցավ չկա տառապանք այսա որ ցավ չլինի տառապանք չլինի հոգնություն չլինի մարդը չչարչարվի մարդը չքրտնի բայց այդ ամեն մի ցավը մեզ դարձնում է մարդ ամեն մի տառապանքը մեզ մարդադարձնում ամեն մի ցավակցությունը մեզ մարդադարձնում բանտում Քրիստոս կա Պայիսիոս ասում է եթե ինձ ասեն որտեղ կուզես բնակվել թագավորական պալատում թե բանտում ես կասեմ բանտում որտեղ թագավորական պալատներում Քրիստոս չկա Քրիստոս բանտերում ապրում եւ մարդիկ բանտում Քրիստոսի հետ են լինում կարևոր չի որ մի քիչ անհարմարություններ ունես տեղի առումով ազատության առումով կարևորը որ Քրիստոս քեզ հետ այնտեղ եւ կյանքդ իմաստավոր է այսօրվա առիթն էլ դրա համար է պատարակը եւ ընդհանրապես մեր աղոթքները որ մեր կյանքը իմաստավորվի որ մեր կյանքը ունայն չանցնի որ այդ մի քանի րոպեները մի քանի ժամերը մենք Աստծո ներկայության մեջ լինենք որ Աստված մեզ հետ խոսի
մենք Աստծո առաջ բացենք մեր սրտերը եւ խաղաղություն գտնենք, հանդարտություն գտնենք, Աստծո ներկայությունը վայելենք։ Փառք Աստծո այս առիթի համար։ Խնդրենք թող այսօրվա տոնելի սրբերը բարեխոս լինեն մեզ համար եւ իրենց թողած ժառանգությանը, իրենց թողած ուղղափառ հավատքին մենք տեր լինենք մեր կյանքերի մեջ, որպեսզի մեր կյանքերը իմաստավոր լինի, ճիշտ լինի եւ հասնենք այն նպատակին, ինչի համար Աստված մեզ կյանք է շնորհել, հասնենք Աստված ճանաչողության եւ երկնքի արքայության։ Ամեն։ Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը թող ամենքիս հետ լինի։ Ամեն։